Բարև ձեզ հարգելի դիտողներ, YouTube-յանի Մալիքի եթերում զրուցելու եմ քաղաքագետ Էդգար Արաքելյանի հետ ցանկության դեպքում կարող եք բաժանորդագրվել YouTube-յանի Մալիքին։ Բարև ձեզ, պարոն Արաքելյան։ Բարև ձեզ։ Պարոն Արաքելյան, ներքաղաքական իրավիճակում նախընտրական խմորումները գնալով թեժանում են, հայտնի է դառնում ով ինչպես է գնալու ընտրություններին։ Իշխանության մոտ կարծեք թե տագնապ կա, անհանգստություն կա, մեկ ասում են, որ մենք 50+1 ենք հավաքելու 21 թվականին տեղի ունեցած ընտրություններից ավելի շատ ենք հավաքելու, մեկ էլ իրար հետ հերթ չտալով Գյումրի երկուս չի լինելու, օլիգարխների իշխանություն չեն ունենալու, տեքստեր են տարածում վիդեոների տեսքով, ինչ է կատարվում։ Ես անհանգստության որևէ նշույլ չեմ տեսնում, իսկ Գյումրի երկուսը իրենք են, այդ հակառակ թևից են ասում, որ Գյումրի երկուս ենք անելու, բայց համոզված եմ, որ Գյումրի երկուս չի լինելու, ու մեծ առումով ես էլի նշել եմ, որ իրենց հույսը, հա, Գյումրի երկուսի հետևյալն է, որ իրենք էլի ինչ-որ ձայներ կհավաքեն եւ այդ ձայները կնվիրեն տվյալ դեպքում Քոչարյանին եւ կդարձնեն ուրեմն վարչապետ, ինչպես օրինակ, չգիտեմ, Գյումրիում ասում են, որ Վարդան Ղուկասյանը իրենց տեխնացուն չի, ավելին ասում են, որ դա իշխանության տեխնացուն է, որ իշխանությունը Վարդան Ղուկասյանով ուզում է ձայներ ուրեմն փոշիացնի կամ փախցնի, բայց արդյունքում տեսանք, որ խաբեցին ժողովրդին ու հիմա ու արդյունքում ձայները տվեցին Վարդան Ղուկասյանին, դարձրեցին ըստ էության քաղաքապետ, բայց նաև Գյումրին ունի շատ կարևոր այսպես շատ կարևոր օրինակ է Գյումրի եւ մեր քաղաքացիները տեսել են Գյումրին այլևս խապնվելու կամ խապվելու ուրեմն այդ փորձնել են տեսել եւ հետեւաբար ես ցավում եմ իրանց համար, որ իրանք հույսը դրել են, որ ինչ որ Գյումրի երկուս կլինի, բայց նաեւ հիշենք, որ Գյումրիից հետո եղել է նաեւ Վաղարշապատը եւ ամենաթարմ եւ վերջին ուրեմն արդյունքը դա Վաղարշապատի արդյունքն է։ Բայց եթե Գյումրի երկուս չի լինելու, իշխանության ներկայացուցիչները ամեն օր ինչի են դրիլները հրապարակում, որ ռուսամետ օլիգարխը, բելարուսամետ օլիգարխը Քոչարյանը իշխանության չեն լինելու, եւ ուշագրավ է, որ իշխանության ներկայացուցիչները Քոչարյանին ռուսամետ պիտակը չեն կպցնում, դրանով ինչ են ուզում ասել։ Ես տեսեք Քոչարյանը ոչ միայն ռուսամետ է, այլ նաեւ Քոչարյանը այնպես տպավորություն է, որ Ռուսաստանի զինվորն է, հա, այսպես մետ ասածը մի փոքր նաև մեղմացուցիչ հանգամանք է, քանի որ մենք չենք տեսել ինչ որ բան, որը Ռուսաստանից հրահանգվել է եւ Քոչարյանը չի իրականացնել կամ չի ցանկանում իրականացնել։ Իսկ ինչ վերաբերում է իշխանության ներկայացուցիչների այդ հայտարարություններին, ապա բնականաբար հասարակության մեջ մոլորություններ են այսպես սերմանում եւ բնական է, որ իշխանության ներկայացուցիչները նաև որոշակի արձագանք պետքա տան կամ հասարակությանը բացատրեն, հասարակությանը ասեն, քանի որ այս խմբերը աշխատում են հասարակությանը մոլորեցնելու վրա եւ հետեւաբար շատ կարեւոր է հասարակության հետ մշտական կապի ապահովումը, հասարակության հետ այդ քննարկումները եւ այդ աշխատանքը, հա, հասարակության հետ, որպեսզի նրանք հնարավորինս քիչ ընկնեն այդ ուրեմն ազդեցությունների ներքո, այդ ապատեգատվության ներքո, այդ ուրեմն մանիպուլյացիաների ներքո եւ բնական է, որ իշխանությունը նաեւ կամ իշխանության ներկայացուցիչներ նաեւ իրանց կարծիքն են հայտում այդ առումով։ Որ ասում եք Գյումրի երկուս չի լինելու, ինչ է կանելու, ինչպես է հակազդելու, այսինքն եթե ընտրողը գնա որոշակի քվետակ Քոչարյանին, մի քիչ Ծառուկյանին, մի որոշակի Սամվել Կարապետյանին, իրանք միավորվեն իշխանություն ձևավորեն։ Այստեղ շատ կարևոր բառ օգտագործեցիք, եթե ես համոզված եմ եւ կարծում եմ, որ մեր հասարակությունը, մեր քաղաքացիները գնալու են եւ քվեարկեն ոչ թե Հայաստանի գուբերնացման ուղղությամբ, ոչ թե Հայաստանի ստրկացման ուղղությամբ, ոչ թե իրենց սեփական, հա, ազատության սահմանափակման, ոչ թե սեփական ստրկացման ուղղությամբ, այլ գնալու են քվեարկեն ընդհակառակը եւ այդ առումով ես համոզմունք ունեմ, որ այո, որքան էլ փորձում են մեր քաղաքացիներին մանիպուլյացնել, որքան էլ դրսից օգտագործում են հիբրիդային պատերազմի, ինֆորմացիոն պատերազմի, այդ fake պատերազմի բոլոր կանոնները, այնուամենայնիվ ես կարծում եմ, որ ուրեմն մեր քաղաքացիները ունեն բավարար քաղաքական գիտելիքներ, հետևում են իրադարձություններին եւ
արդյունքում ուրեմն կիրականացնեն ճիշտ ընտրություն։ Ծառուկյանի մասնակցությունը անհանգստացնում է ԿՊ-ին։ Տեսեք, դուք նշում եք մարդկանց, եւ Ծառուկյանը, եւ Քոչարյանը, եւ Կարապետյանը, եւ Սարգսյանը, դրանք մարդիկ են, ովքեր ժամանակին նույն թիմից են եղել, ու ես համոզված եմ, այսօր էլ նույն թիմում են, պարզապես փորձում են այսպես արդեն ծեծված ճանապարհով անցնել, խոսեցին Գյումրիի օրինակից, նրանք փորձում են ցույց տալ, որ իրար հետ կապ չունեն, որ իրենք առանձին թիմեր են, բայց մենք տեսանք, որ վերջերս Քոչարյանի շատ հայտնի թիմակիցը գործուղվեց Ծառուկյանի թիմում, եւ հետեւաբար այս մարդիկ նույն մարդիկ են, նույն քաղաքական ուրեմն գաղափարները եւ նպատակները ունեցող մարդիկ են, նախկինում քաղաքական գործընկերներ են եղել, շատ բաներ ունեն իրար հետ կիսած, չգիտեմ, ճանապարհ անցած եւ այլն, եւ հետեւաբար ես ու մեծ առումով ամենակարևորը այս մարդկանց ուրեմն աշխարհաքաղաքական կամ Հայաստանի նկատմամբ ունեցած տեսլականի առումով նրանք նույնն են, այդ ձեր կողմից նշած բոլոր մարդիկ էլ Հայաստանի ապագան տեսնում են ըստ էության Ռուսաստանի կազմում կամ ինչ-որ կվազի պետության կարգավիճակով, որը կլինի Ռուսաստանի ֆորպոստը այս տարածաշրջանում։ Եվ հետեւաբար այդ մարդկանց նպատակը մեկն է՝ վերցնել Հայաստանում իշխանություն եւ Հայաստանը դնել հերթական անգամ կոնկրետ կայսրության ոտքերի տակ։ Հիմա տեսեք, Ծառուկյանը ինչ հայտարարել է մեծ թիմով մասնակցելու մասին տարբեր կուսակցությունների միավորման, իշխանությունները հիշել են 6 տարի առաջվա քրգործ եւ իրավապանները հենց գնացել են ինչ-որ զննություն իրականացնելու Արինջի հողատարածքում, սա պատահականություն է։ Տեսեք, ես չեմ հետևել այդ ինֆորմացիային, անկեղծ չեմ կարդացել, պարզապես Ես ձեզ բառացի մեջ մի վերնագիր եմ կարդացել, որտեղ ասում է, որ ուղիղ Ծառուկյանի հետ կապված որևէ այստեղ գործ չկա, բայց մեծ առումով տվյալ անձի հետ կապված մենք գիտենք, որ այս տարիների ընթացքում կան արդեն իսկ կառուցված քրեական գործեր, կան դատարանում գործեր, թե հակակոռուպցիոն, ուրեմն այդ գործընթացներով, թե ընտրությունների հետ կապված, եթե չեմ սխալվում, ընտրակաշառքների հետ կապված, այնպես որ նորություն չէ, մի գործեսկով, մի գործընկով ոչ մի բան չի փոխում, մեծ առումով մենք գիտենք, որ բավականին լուրջ գործեր կան հարուցված եւ նորություն չի դա։ Եվ դրանք հիշելու են նախընտրական այս փուլում։ Տեսեք, այդ գործերը արդեն քանի տարիներ հարուցված են եւ ընթանում է դատական գործընթաց։ Ես չեմ կարծում, որ դա նոր ինչ-որ բան էր, այսինքն մի քանի տարի առաջ արդեն այդ գործերը կային հարուցված եւ չի բացառվում, որ առաջիկայում էլի ինչ-որ գործեր հարուցվեն, քանի որ այդ մարդիկ կոնկրետ ժամանակներում ունեցել են կոնկրետ գործողություններ, որոնք այսօր կարծեք թե օրենքի հետ կապված որոշակի խնդիրներ ունեն։ Քոչարյանի, Ծառուկյանի, Սամվել Կարապետյանին առնչվող գործեր։ Ես նկատի ունեմ այն մարդկանց, ովքեր այսօր քաղաքականության մեջ են եւ շատ վաղուց իրենց հետ կապված կան գործեր դատարաններում քննվում են եւ դրանք հենց նոր չբացվեցին, դրանք տարիներ առաջ։ Դե հիմա մենք այդ մարդկանց մասին ենք խոսում։ Դե այդ մարդիկ, տեսեք, այդ մարդիկ դրա համար ասում ենք, այդ մարդիկ եղել են նախկին քրեա օլիգարխիկ իշխանության հենասյուներից մեկը եւ պատահական չի այդ քրեա օլիգարխիկը օգտագործվել այդ մարդկանց նկատմամբ, քանի որ ընդ որում դա օգտագործել են մարդիկ, ովքեր այսօր իրանց գործընկերներն են, հա, քաղաքականության մեջ, դա մեր բառապաշարը չի եղել, դա եղել են մարդիկ, ովքեր ժամանակին այդ տերմինոլոգիան օգտագործել են եւ այսօր փաստացի այդ դատական գործընթացները իհարկե չխախտելով անմեղության կանխավարկածը, այդ դատական գործընթացները ըստ էության գրեթե դա են ապացուցում, որ մարդիկ ներգրաված են եղել մութ պատմությունների մեջ, որոնք այսօր ուրեմն Հայաստանի օրենքի հետ կապված հարցեր են առաջանում եւ դրա համար այդ մարդկանց գործերը հիմա դատարանում են եւ քննվում են։ Եթե նրանք նախկինում քրեալիգարխիայի հետ էին կապված, Նիկոլ Փաշինյանն ինչպես էր Ծառուկյանին հեղափոխական թիմ ընդունում, նախարարական պորտֆելներ տալիս։ Մենք գիտենք, որ հեղափոխության սկզբից եղել է այսպես անցումային ինչ որ գործընթաց եւ այդ ընթացքում միգուցե փորձ արվել ինչ որ
շատ ավելի համերաշխության մթնոլորտ ստեղծել Հայաստանում, բայց դա ինչպես տեսակ չի ստացվել եւ կյանքը փորձը ցույց է տվել, որ չի ստացվել եւ հիմա գնում ենք այն ճանապարհով, ինչ ճանապարհով որ գնում ենք։ Եվ պարոն Առաքելյան, Նիկոլ Փաշինյանի վերջին հայտարարությունից հետո ԿՊ-ի մարված, որ օլիգարխների իշխանություն գալու էջը փակվում է, պատահական երբ որ որոնում ենք տալիս Google-ում Նիկոլ Փաշինյան եւ օլիգարխ, մի տեսանյութ բերեց ինձ, որտեղ Նիկոլ Փաշինյանն ասում է, որ Գագիկ Ծառուկյանը օլիգարխ չէ, խոշոր սեփականատեր է։ Հիմա ինձ մոտ հարց է առաջանում, ես հավատամ 2018-19 թվականների Նիկոլ Փաշինյանին, թե 2026 թվականի Նիկոլ Փաշինյանին։ Ընդհանրապես այդ օլիգարխ տերմինոլոգիան մեր մոտ ընկալվում է բացասաբար, հա, կամ բացասական ընկալում ունի ու հատկապես դա կապված է խոշոր բիզնեսի եւ նրա ուրեմն կապվածությանը կամ սերտաճմանը քաղաքական իշխանության հետ այդ պարագայում ենք մենք ասել օլիգարխ կամ օլիգարխիա եւ տվյալ պարագայում եթե չեմ սխալվում այդ պարագայում այդ ժամանակահատվածում Ծառուկյանը իշխանության չի եղել եւ այդ տերմինոլոգիայի տեսանկյունից ես կարծում եմ որ ճիշտ է բայց մեծ առումով այո ես նույնպես կարծում եմ որ խոշոր բիզնեսը պետքա չսերտաճի քաղաքականությանը, քանի որ եթե այդ բիզնեսը սերտաճում է քաղաքականությանը, ապա ինչ որ մի պահից ինչ որ բաներ այնպես չեն ընթանում տնտեսության հետ կապված, նախկինի մեր փորձը հաշվի առնելով։ Հիմա տեսեք, իմ հարցն այն մասն է, որ Ծառուկյանը դեռ 2019 թվականից այլևս օլիգարխ չի, ինչպես եք դուք 26 թվականուն պայքարում օլիգարխների դեմ։ Դե տեսեք, հիմա այդ մարդիկ էլի ուզում են գան իշխանության, չէ՞։ Նույն Ծառուկյանը, օլիգարխ չի։ Չէ, նույն Ծառուկյանը, նույն Սամվել Կարապետյանը, նույն ուրեմն Ռոբերտ Քոչարյանը, որը ըստ էության էլի խոշոր բիզնեսմեն է դարձել, այդ մարդիկ, ովքեր Հայաստանում ունեն լուրջ բիզնես հնարավորություններ, լուրջ տնտեսական հնարավորություններ, հիմա ուզում են այդ տնտեսական հնարավորությունը միացնել նաև քաղաքական հնարավորությունը եւ Հայաստանը կրկին դարձնել այն երկիրը, որը նախկինում էր իրենց կառավարման ժամանակահատվածում։ Ահա սրա մասին է խոսքը, որ չպետք է հետ վերադառնանք այդ քաղաքական ու տնտեսական օլիգարխիային։ Տեսեք, պարոն Առաքելյան, դասական առումով օլիգարխը նա է, որ բիզնեսներ ունի եւ քաղաքական իշխանությունում կարողանում է որոշումներ կայացնելու վրա։ Ես դրա մասին ասացի։ Բիզնեսն ու քաղաքականությունը միասին, այսինքն ունեն եւ բիզնես եւ քաղաքական իշխանություն։ Եվ այդ քաղաքական իշխանությունը ծառայեցնում են իրենց բիզնեսի շահերը։ Հիմա դասական առումով օլիգարխը ԿՊ-ում է, ԿՊ խմբակցությունում է Խաչատուր Սուքիասյանը եւ Ռուսաստանում Հայաստանի դեսպան Գուրգեն Արսենյան, այսինքն դասական օլիգարխները օլիգարխների դեմ պայքարող Նիկոլ Փաշինյանի թիմում են։ Սա ինչպես է մեկնաբանել։ Տեսեք, ուրեմն երբ մենք համեմատում ենք օրինակ Գագիկ Ծառուկյանին եւ նույն Խաչատուր Սուքիասյանին, նախ փաստենք որ Խաչատուր Սուքիասյանը արդեն գալիք խորհրդարանում չի լինելու եւ ինքը որոշել է չլինել խորհրդարանում։ Բայց երբ համեմատում ենք Գագիկ Ծառուկյանի հետ, ապա պետք է հասկանանք, որ Գագիկ Ծառուկյանը ձևավորել է քաղաքական ուժ, հա, օլիգարխիայի քաղաքական ուժ իր ֆինանսական հնարավորություններով այդ քաղաքական ուժը ինքը ցանկանում է բերել իշխանության եւ այդ քաղաքական ուժի միջոցով քաղաքական որոշումների վրա լուրջ ազդեցություն ունենալ։ Իսկ Խաչատուր Սուքիասյանի ազդեցությունը մաքսիմում կարող է իր մի ուրեմն պատգամավորական մանդատով լինել կամ իր մի ուրեմն կոճակով խորհրդարանում։ Այսինքն այստեղ մենք գործ ունենք տարբեր ուրեմն երևույթների հետ եւ այստեղ համեմատությունը ես կարծում եմ այդքան էլ ուրեմն միգուցե տեղին չի, քանի որ կրկնեմ, այստեղ խոսքը ուրիշ բանի մասին է։ Երբ որ իրականում օլիգարխիան խոշոր բիզնեսը ցանկանում է լուրջ իշխանություն վերցնել Հայաստանի Հանրապետություն։ Իհարկե ցանկացած ուրեմն քաղաքական թիմում կարող են լինել գործարարներ եւ դա նորմալ է։ Մենք տեսել ենք, որ շատ գործարարներ գալիս են խորհրդարան եւ ինչ որ առումով խորհրդարանում տարբեր երկրներում պաշտպանում են բիզնեսի շահերը, դա նորմալ է, բայց աննորմալը այն է, որ
խոշոր բիզնեսը ձևավորում է քաղաքական ուժ, գալիս է իշխանության եւ այդ իշխանությունը այդ իր քաղաքական հենարանի իր քաղաքական ուժի միջոցով այդ քաղաքական իշխանությունը օգտագործում է իր տնտեսական շահերի համար։ Դուք կարծում եք հիմա, որ Գագիկ Ծառուկյանն ու Սամվել Կարապետյանն ավելի օլիգարխ են, քան Խաչատուր Սուքիասյանը։ Տեսեք, ես կարծում եմ, որ եթե ուրեմն Գագիկ Ծառուկյանը եւ Սամվել Կարապետյանը գան իրենց քաղաքական ուժերով իշխանության, իրանք այո լինելու են այն օլիգարխները, ինչի մասին մենք ասում ենք։ Եվ այսօր կրկնեմ, Խաչատուր Սուքիասյանը չունի սեփական կուսակցությունը, չունի սեփական քաղաքական թիմը, որին Ինչպես սեփական քաղաքական թիմ չունի, նա ունի քաղաքական թիմ։ Նկատի ունեմ ձևավորված քաղաքական թիմ, քաղաքական կուսակցություն, որի առաջնորդը ինքն է, որի քաղաքականությունը ինքն է որոշում եւ որի ֆինանսավորումը ինքն է իրականացնում եւ որին փորձում է ընտրությունների միջոցով բերել իշխանության, որոշակի իշխանություն վերցնել եւ իր բիզնեսի շահերի համար այդ իշխանությունը օգտագործել։ Հիմա Գագիկ Ծառուկյանն ասում է վարչապետ չի ուզում դառնալ, Քոչարյանը ասում է հարցումներ կանենք, ժողովրդավարական մոտեցման մասին է խոսում։ Հարցում կանի կտեսնի վարկանիշ ունի, կլինի ցուցակի առաջին համարը։ Սամվել Կարապետյանը չի լինի վարչապետի թեկնածու, բայց վարչապետի թեկնածուն է, երբ որ իր թիմը մտնի խորհրդարան սահմանադրական մեծամասնության եւ սահմանադրական փոփոխություններ անի։ Այս երեք ուժը կարող են միավորվել, թե ոչ, ըստ ձեզ, sense տարբեր պատկերացումներ ունեցող քաղաքական թիմեր։ Իրենք տարբեր պատկերացում չունեն, իրենք ունեն նույն պատկերացումները Հայաստանի ապագայի հարցում եւ ես կարծում եմ եւ համոզված եմ եւ ինչ որ նաեւ տեղեկություններ կան, որ Ռուսաստանի այնուամենայնիվ տեխնացուն, հիմնական վարչապետի տեխնացուն դա Ռոբերտ Քոչարյանն է, որքան էլ այստեղ փորձում են ցույց տալ, թե մենք հարցումներ անցկացրեցինք, ուրեմն վարկանիշ որոշեցինք, որ Սամվել Կարապետյանը առանձին թևով է գնում, Գագիկ Ծառուկյանը առանձին, Սերժ Սարգսյանը առանձին, միևնույն է, այդ բոլորի միակ տեխնացուն դա Ռոբերտ Քոչարյանն է, որի հետ կապված որոշումները կայացվել են արդեն այն երկրում, որի լոբինգը կամ որի շահերը այս թիմերը պաշտպանում են Հայաստանի Հանրապետությունում եւ մեծ առումով ձեր կողմից նշված անձինք, հա, ըստ էության նաեւ ցավալիորեն նաեւ այդ երկրի պատանդներն են, տվյալ դեպքում Ռուսաստանի պատանդներն են, քաղաքական պատանդները, մենք գիտենք, որ օրինակ Ծառուկյանի որդին գտնվում է ըստ մամուլի տեղեկությունների Բելարուսիայում, հա, այստեղ էլի որոշ պատմություններից ելնելով, եւ բնական է, որ այնտեղից հնարավոր է եւ ըստ էության չի բացառվում, որ նաեւ քաղաքական ազդեցություններ լինեն նաեւ Գագիկ Ծառուկյանի վրա։ Մենք գիտենք, որ Սամվել Կարապետյանի բիզնեսի զգալի մասը եւ մեծ առումով Սամվել Կարապետյանը որպես բիզնեսմեն ձևավորվել եւ հաջողությունների է հասել Ռուսաստանում, իր ամբողջ կապիտալը ըստ էության գրեթե Ռուսաստանում է եւ մենք գիտենք, թե ինչ է նշանակում ըստ էության Ռուսաստանում լինել դոլարային միլիարդատեր, դա ուղղակի այլևս բիզնես չի, դա նաեւ քաղաքական ու աշխարհաքաղաքականություն է եւ այս առումով նույնպես Սամվել Կարապետյանը ինչ որ առումով նաեւ էլի պատանդի կարգավիճակում է Ռուսաստանից։ Մենք գիտենք, որ նաեւ Սերժ Սարգսյանի փեսան է Ռուսաստանում, մենք գիտենք, որ Ռուսաստանի հետ սերտ կապեր եւ հարաբերություններ ունի նույն Ռոբերտ Քոչարյանը իր անցյալով եւ նախագահ եղած ժամանակահատվածում համոզված եմ, որ էլի Ռուսաստանը որոշակի կոմպրոմատներ այնուամենայնիվ կունենա Ռոբերտ Քոչարյանի վրա եւ ահա այս քաղաքական պատանդները, Ռուսաստանից քաղաքական պատանդները այսօր Հայաստանում եկել են քաղաքականությամբ են զբաղվում եւ ուզում են իշխանություն վերցնել եւ ամենայն հավանականությամբ այդ քաղաքականությունը, որը իրանք իրականացնում են Հայաստանում կամ ցանկանում են գալ իշխանության, այդ քաղաքականության վրա լուրջ ազդեցություն են ունենալու Ռուսաստանը եւ բնականաբար ոչ ելնելով Հայաստանի Հանրապետության շահերից, այլ ելնելով Ռուսաստանի Դաշնության ազգային եւ պետական շահերից։ Եվ ահա սա է այստեղ ամենամեծ վտանգը եւ երբ որ դուք ասում եք այս մարդիկ կմիավորվեն, այս մարդիկ վաղուց միավորված են, ուղղակի հիմա որոշակի
դերաբաշխումները արված եւ այս մարդիկ այդ դերի մեջ խաղում են եւ երբ որ գա պահը, երբ որ այդ դրսից ուրեմն զանգը գա, համոզված եմ բոլորը այսպես միտող շարված հավսար զգաստ հրամանով իրենց ձայները կտան Ռոբերտ Քոչարյանին։ Պարոն Առաքելյան, իսկ Նիկոլ Փաշինյանը կախվածություն չունի Վլադիմիր Պուտինից, պարտական չէ Վլադիմիր Պուտինին 2020-21 թվականներին Նիկոլ Փաշինյանին փրկող հայտարարություններ անելու համար։ Ես հիշում եմ քպականներն ինչպես էին ոգևորված տարածում Վլադիմիր Պուտինի այն հայտարարությունը, որ Հայաստանի վարչապետը դավաճան չէ, նա խիզախ որոշում է կայացրել, այսինքն երբ պետք է Ռուսաստանի քաղաքական հայտարարություններն օգտագործում են, հանրությանը ցույց են տալիս, կներեք, մենք չենք ասում, Վլադիմիր Պուտինը որևէ նորություն չի ասել, այսինքն Վլադիմիր Պուտինը ասել են ինչ որ կա եւ համոզված եղեք Վլադիմիր Պուտինը այլ բան չէր կարող ասել։ Բայց եթե դա նորություն էր, ճշմարտություն էր, անհերքելի փաստ էր, քպականներն ինչու էին ցնծությամբ դա տարածում, թե տեսեք ցարը ինչ է ասել։ Կներեք, ես չգիտեմ ով է դա տարածել, բայց ես գիտեմ որ ներողություն, ես գիտեմ որ այդ ուրեմն այստեղ այդ շրջանակները ուրեմն հակառակ ինչ որ բաներ էին տարածում եւ էլի այդ ժամանակվա խոսույթն է եղել, այնպես որ ասենք դա նորմալ է եղել։ Այսինքն որևէ էքստրաորդինար բան չի ասել Վլադիմիր Պուտինը։ Վլադիմիր Պուտինը ասել է ինչ որ կա։ Պարոն Առաքելյան, այլ թեմայի անդրադառնանք Նիկոլ Փաշինյանի եկեղեցին բարենորոգելու, այսպես ասած բարենորոգելու արշավը կարծեք թե տապալվում է առանցքային ներկայացուցիչներից Հովնան arczepiskopos մասնակցեց եպիսկոպոսած հավաքին եւ ստորագրեց իշխանություններին ուղված կոշտ հայտարարության ներքոս, այնպես կմեկնաբանեք, նա հիմա ձեր հետ է, թե ձեր դեմ է։ Տեսեք, այդ տապալման մասին խոսքերը չափազանցված են, այն ինչ որ տեղի է ունեցել ուրեմն Հայաստանի Հանրապետությունից դուրս եւս մեկ անգամ ցույց է տալիս, որ այս խումբը, հա, Կտրիշ Ներսիսյանի եղբոր ղեկավարած այս խումբը ըստ էության իրենց գլխավորությամբ բարեապես տապալված է, գնալ արտերկրում ժողով անել ու էլի քաղաքական հայտարարություն տարածել, խոսել եկեղեցու բարենորոգումների մասին ու էլի դրա մասին ընդհանրապես չխոսել, սա նշանակում է, որ այս մարդիկ ըստ էության որևէ հետևություններ չեն արել եւ այս մարդիկ փաստացի ուղնուցուցով ներգրաված են քաղաքական գործընթացների մեջ եւ բնական է որ այս մարդկանց հետ նաեւ պետքա քաղաքական որոշակի այսպես քաղաքական ուրեմն բառապաշարով կամ քաղաքական համատեքստով շփվել, քանի որ կրկնեմ իրենք ի սկզբանե եղել են ավելի շատ քաղաքականության մեջ, քան հոգևոր դաշտում, ու այնտեղ հայտարարությունը ես կարդացել եմ անկեղծ, ու այնտեղ հետաքրքիր ֆրազաներ կան, որոնք պետք է մեկնաբանել, խոսում են ուրեմն եկեղեցու ինքնիշխանության մասին։ Այնպիսի տպավորություն է, որ իրանք ինչ որ ուզում են առանձնանան ինչ որ մի երրորդ պետությունից եւ ուզում են ինքնիշխան դառնալ, չգիտես ումից են ուզում ինքնիշխան դառնալ, այս երկրում կա մեկ ինքնիշխան, դա ժողովուրդն է, ու կա մեկ ինքնիշխանություն, դա Հայաստանի Հանրապետությունն է իր ինքնիշխանությամբ եւ Հայաստանի Հանրապետության ու նրա ժողովրդի ինքնիշխանությունը տարածվում է բոլոր սուբյեկտների վրա։ Իսկ եթե այդ եպիսկոպոսները ուզում են ինքնիշխան լինել, ապա կարող են թողնել հայ առաքելական եկեղեցու այդ պաշտոնները եւ գնալ իրենց երկրներում, որտեղ որ ցանկանում են ինքնիշխան լինել։ Հիմա խնդրում եմ խոսեք Փաշինյանին միացած, ապա էլի Փաշինյանի դեմ դուրս եկած եպիսկոպոս թե arczepiskopos-ի մասին, սա ինչ է նշանակում։ Սա նշանակում է մարդիկ միգուցե որոշակի սկզբունքների կամ բարոյական սկզբունքների հետ խնդիրներ ունեն։ Ես չեմ ուզում ուրեմն խորը մեկնաբանություններ տալ, բայց այնուամենայնիվ եթե մարդը որոշակի հայտարարություն է անում եւ սկզբունքային մարդ է, այդ մարդը պետք է այդ հայտարարության ետևից գնա, այդ հայտարարությունը պաշտպանի եւ այլն եւ այլն։ Իմ մեկնաբանությունը դա է։ Ու մեծ առումով իրենց խնդիրն է, տեսեք, մարդիկ մեկնաբանում են, որ ճնշումներ են եղել եւ այլն եւ այլն։ Սա եւս ցույց է տալիս, որ ճնշումներ չեն եղել,
սա եւս ցույց է տալիս, որ մարդիկ իրենց կամքով են գալիս եւ այդ հայտարարությունները անում։ Իսկ եթե ճնշումներ լիներ, այդ մարդը նորից չէր գնա այլ հայտարարություն անում։ Սա չի նշանակում, որ Նիկոլ Փաշինյանի դիրքերը թուլանում են, բարենորոգման ընթացքը ճաքեր է տալիս։ Տեսեք, այդ բարենորոգման ընթացքը չի կարող ճաքեր տալ, քանի որ այդ բարենորոգումը խիստ անհրաժեշտ է մեր եկեղեցուն։ Եվ հետեւաբար ես կարծում եմ, որ այո, այդ բարենորոգումները լինելու են։ Ես կարծում եմ եւ համոզված եմ, որ հայ առաքելական եկեղեցին ունենալու է ուրեմն առաջնորդներ, որոնք իսկապես հավատում են Աստծուն եւ Հիսուս Քրիստոսին, եւ մեր եկեղեցին իսկապես բարենորոգվելու է, որի կարիքը ունի արդեն տասնամյակներ։ Պարոն Առաքելյան, ինչ փուլում է հիմա այդ բարենորոգման գործընթացը։ Դե բարենորոգման գործընթացը կա, գիտեք, մի շարք եպիսկոպոսներ, ովքեր նախաձեռնել են այդ գործընթացը, եթե անկեղծ ես մանրամասներին չեմ տիրապետում եւ իրենք պարբերաբար որոշակի հայտարարություններ անում են եւ կարծում եմ իրենցից պետքա նախ եւ առաջ ճշտել, թե ինչ գործընթացում են, որտեղ են հասել, ինչ են ցանկանում։ Դուք տեղեկություններ չունեք, չեք միացել։ Ես միացել եմ, բայց անկեղծ մանրամասնությունների չեմ տիրապետում։ Եվ առաջիկայում ինչ գործընթացներ ես դեպքում ակնկալենք։ Ես կարծում եմ, որ բնականաբար առաջիկայում հայ առաքելական եկեղեցու հոգևոր որոշակի բարձրաստիճան ուրեմն այրեր, հա, եկեղեցու կոնկրետ Կտրիշ Ներսիսյանի եւ իր եղբոր այսպես գլխավորությամբ իրենք ներգրավելու են քաղաքական գործընթացների մեջ մաքսիմում, ինչպես նախկինում են ներգրաված եղել, իսկ առաջիկայում ընտրություններով պայմանավորված բնականաբար իրենք ամբողջությամբ եկեղեցին ներքաշելու են քաղաքական գործընթացների մեջ իշահ երրորդ երկրների եւ ընդդեմ Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության եւ շահերի, դա ակնհայտ է, դրա մասին մենք տեսել եւ լսել ենք վերջին տարիների ընթացքում, իսկ առաջիկա ամիսներին պայմանավորված կրկնեմ ընտրություններով այդ գործընթացները շատ ավելի ուրեմն ակնհայտ եւ ավելի սուր կլինեն, մենք դրան ենք ականատես լինել։ Այլ թեմաների անդրադառնանք, Նիկոլ Փաշինյանի մի քանի ժամանոց այցը Միացյալ Նահանգներ ինչ տվեց, այդ խաղաղության խորհրդի անդրանիկ նիստին մասնակցելով, ավելի շատ վարչապետը ճանապարհների վրա ժամանակ ծախսեց, քան Միացյալ Նահանգների։ Տեսեք, այսպեսի մի բան ասեմ, ես համոզված եմ, որ այս երկիր մոլորակի վրա կլինեն շատ երկրների ղեկավարներ, ովքեր կցանկանան, որ շատ ժամեր կամ օրեր ծախսեն, որպեսզի գնան եւ հանդիպեն օրինակ Միացյալ Նահանգների նախագահի հետ, Միացյալ Նահանգների փոխնախագահի հետ, Միացյալ Նահանգների պետքարտուղարի հետ եւ շատ ավելի կարևոր պետությունների ղեկավարների հետ, ովքեր հավաքվել էին այնտեղ եւ մեծ առումով այսօր երկիր մոլորակի համար առաջին գերտերությունն է, նրա ղեկավարը նախաձեռնել է մի պլատֆորմ, որին հրավիրել են նաեւ Հայաստանի նման փոքր պետությանը Եվ հետևաբար ես կարծում եմ, որ այո շատ կարևոր պլատֆորմ է, շատ կարևոր են հաշվի առնելով նաև Միացյալ Նահանգների նախագահի անձնական այսպես հատկանիշները, ով շեշտադրում է նաև անձնական հարաբերությունները քաղաքականության մեջ, շատ կարևոր է, որպեսզի այդ նաև անձնական մակարդակում հարաբերությունները պահպանվեն, այնպես որ ես համոզված եմ, որ արժեր գնալ այնտեղ, արժեր հանդիպել Միացյալ Նահանգների նախագահին, այլ պաշտոնյաների եւ վերադառնալ Հայաստան։ Ես կարծում եմ դա միայն եւ միայն օգտակար է Հայաստանի Հանրապետության համար։ Հատկապես երբ խոսքը գնում է կրկնեմ աշխարհի համար առաջին գերտերությանը եւ նրա նախագահին։ Դուք ասում եք շատ պետությունների ղեկավարներ շատ կցանկանային, բայց լուրջ պետություններ մատների արանքով են նայում այդ ամենին, Ֆրանսիան, Գերմանիան, Բրիտանիան եւ չեն մասնակցում։ Ֆրանսիան, Գերմանիան եւ Բրիտանիան կարող են որպես էլի գերտերություններ ունենալ իրենց հաշիվները Միացյալ Նահանգների հետ։ Մենք գիտենք ներկայիս հարաբերությունները Միացյալ Նահանգների եւ Եվրոպական միության միջև եւ մենք պետք է մեր հարաբերությունները չպայմանավորենք այդ հարաբերություններով իրենք այո էլի ռազմավարական գործընկերներ են, դաշնակիցներ են, ունեն ինչ որ մարտավարական տարաձայնություններ, բայց դա մեզ չի վերաբերում։ Մենք ունենք մեր խնդիրները այս տարածաշրջանում, այդ խնդիրների լուծման էլի
այսպես ասենք հովանավորողը կամ ինչ որ առումով նաև երաշխավորողը դա Միացյալ Նահանգներն է եւ մենք պետք է եւ պարտավոր ենք ունենալ լավ հարաբերություններ Միացյալ Նահանգների հետ եւ նրա վարչակազմի ու նախագահի հետ։ Տպավորություն է, որ Հայաստանի ղեկավարությունը մերժում է Եվրոպայում կայանալիք միջոցառումները եւ ավելի շատ հակված է նահանգների մասնակցությամբ միջոցառումների ներկա լինել։ Օրինակ վարչապետը չմասնակցեց, կարծեմ Հայաստանում որևէ կերպ ներկայացված չէր Մյունխենի անվտանգության համաժողովին, գագաթնաժողովին, Դավոսում էլ Թրամփի դրվագով միայն Նիկոլ Փաշինյանը գնաց, ինչու՞։ Դե ես կարծում եմ դա պլանավորված է Դավոսում եւ գնացել է Մյունխենի այդ համաժողովին ես կարծում եմ որ նպատակահարմար չի համարվել եւ այնտեղ չեն գտնվել առավել եւս երբ որ կար նաեւ դրանից հետո Թրամփի եւ այլ երկրների ղեկավարների հետ հանդիպումը իսկ երկկողմ հարաբերությունների առումով դուք գիտեք որ Հայաստանը բավականին ակտիվ երկկողմ հարաբերություններ զարգացնում է այդ թվում Եվրոպական միության շատ կարևոր երկրների հետ Ֆրանսիա, Գերմանիա, էլի այլ երկրներ, այնպես որ այստեղ խնդիր չեմ տեսնում, առավել եւս որ առաջիկայում մենք գիտենք որ մայիսի սկզբներին եվրոպական պետությունների շատ ղեկավարներ, այսօր հայտարարվեց նաև Մակրոնի մասին, ժամանելու են Հայաստան, այնպես որ ոչ միայն Հայաստանը զարգացնում է հարաբերությունները Եվրոպայի հետ, այլ նաև Հայաստանն է առաջիկայում դառնալու Եվրոպայի կենտրոնը այս տարածաշրջանում։ Մի քանի օրով։ Թեկուզ մի քանի օրով ոչ բոլոր երկրներին է վիճակված ընդունել իրենց մոտ նման բարձրաստիճան պաշտոնյաների եւ իրենց մոտ անցկացնել նման շատ կարեւոր Եվրոպայի համար շատ կարեւոր համաժողով։ Եվ վերջում Շոյգուն կարծում է, որ Հայաստանում երկաթուղային ցանցը մեկ գիշերում կպայթի, եթե կառավարիչ փոխվի։ Սա ինչպես ինձ թվում է պարոն Շոյգուն տեղյակ չի, որ Հայաստանում իրենց կառավարման այս տարիների ընթացքում երկաթգիծը շատ վաղուց պայթած է, քանի որ ես կարծում եմ օրինակ եթե մենք փորձենք Երևանից Սևան այդ նույն երկաթգծով գնալ, հա, ռուսական կառավարման ներքո գտնվող, ապա հեծանիվով շատ ավելի շուտ կհասնենք Սևան, քան օրինակ այդ իրենց կառավարած երկաթգծով, այնպես որ կարծում եմ հուսով եմ, որ այս ուղերձը պարոն Շոյգուն կլսի եւ կհասկանա, որ այդ երկաթգիծը կամ իրենց կառավարության ներքո, կառավարման ներքո գտնվող այդ երկաթուղային ցանցը շատ վաղուց պայթած է եւ մեր խնդիրը դա վերացնելն է։ Նկատի ունեմ այդ վիճակը վերացնելն է։ Հիմա ինչ փուլում է երկաթուղին ռուսները գալու են վերանորոգեն, թե կառավարիչն է փոխվելու, այդպես էլ այդ հարցը չհստակեցվեց։ Ես անկեղծ այդ ինֆորմացիան չեմ տիրապետում, ես կարդացել եմ կամ տեղեկացված եմ, որ ինչ որ այո ռուսական կողմը ցանկանում է վերանորոգել այդ ուրեմն հատվածները, իսկ այդ հատվածները նաև վերանորոգելը կամ պատշաճ վիճակի պահելը նաև որպես կոնցեսիոներ իրենց պարտականությունների, պարտավորությունների շրջանակներում է, այնպես որ մեզ այդտեղ լավություն չեն անում։ Բա եթե վերանորոգեն ռուսական կողմից ու Եվրոպա արևմուտքից չցանկանան անցնել այդ երկաթգծով, ասեն սա Ռուսաստանի կառավարման ներքո է, ինչպես Նիկոլ Փաշինյանն էր ասում էր արևմուտքից կարող են լինել գործընկերներ, որ շրջանցեն դա եւ մենք պետք է մտածենք օրինակի համար այլ կառավարիչներ գտնել, որոնք բարիդրացիական հարաբերություններ ունեն եւ Ռուսաստանի հետ եւ Հայաստանի հետ։ Հիմա Ռուսաստանը գա վերանորոգի եւ արևմուտքի ժողովուրդը չանցնի, ինչ է լինելու։ Տեսեք, երբ որ մենք խոսում ենք, որ ռուսական համակարգերը չեն գործում, ես որպես քաղաքագետ նաև երկար ժամանակ այդ մասին խոսում եմ, որ ռուսական համակարգերը խնդիրներ են առաջացնում, հենց դրա մասին ենք խոսում, որ դեռ մի կողմ դրած որակը, հա, այդ կառավարման որակը, ուրեմն շարժակազմերի որակը, երկաթգծերի որակը, մեծ առումով ենթակառուցվածքների որակը, նաև քաղաքական առումով, աշխարհաքաղաքական առումով Ռուսաստանը այսօր խնդիրներ ունի եւ մենք չպետք է Ռուսաստանի խնդիրների պատանդը դառնանք այս տարածաշրջանում։ Եվ այո, Հայաստանի Հանրապետությունը ինչ որոշում որ կայացնի երկաթգծի հետ կապված, այդ որոշումը պետք է բխի Հայաստանի Հանրապետության ազգային պետական տնտեսական շահերից։ Եվ այստեղ ես կարծում եմ շատ պատճառաբանված է այդ հանգամանքները, եւ ես կարծում եմ որ
մարդիկ ովքեր խոսում են այդ համակարգը պայթելու մասին, մարդիկ պետքա իրենք գոնե իրենց հարց տան, այդ համակարգը, որ մենք վերցրել ենք եւ օգտագործում ենք, ինչպիսի տնտեսական էֆեկտ է տալիս Հայաստանի Հանրապետության եւ ընդհանրապես տալիս է թե չի տալիս, ու նաեւ բնականաբար դա կունենա նաեւ աշխարհաքաղաքական էֆեկտներ։ Եվ մեծ առումով մենք տեսնում ենք իրականում թե ինչպիսի վիճակում է գտնվում այդ երկաթգիծը եւ կրկնեմ, մենք չպետք է դառնանք Ռուսաստանի խնդիրների պատանդը այս տարածաշրջանում եւ մենք պետք է այդ որոշումները կայացնենք ելնելով մեր ազգային պետական շահերից, անկախ նրանից թե դա ինչ որ մեկին դուր կգա, թե դուր չի գա, քանի որ այդ նույն պետությունները իրենց քաղաքականությունները վարում են ելնելով իրենց սեփական շահերից։ Շնորհակալություն, պարոն Առաքելյան, հարցազրույցի համար։ Ես եմ շնորհակալ։